ասացիք, որ այսօրվա քայլերը պատրաստում է կյանքի կոչել մեկ դիմացման ազգային ժողովի ընթացքում, այսինքն 5 տարվա ընթացքում, ինձ հետաքրքրում է, թե արդյոք հիմնադրված այդ քայլերը եւ քայլերից գործողությունները ներառվի է ոչ կողմից նախապատրաստվող ռազմավարական հաստատություն, ինչ է առաջարկում կենսաթոշակավորներին, բացի կենսաթոշակի բարձրացումից, որովհետև տեսեք դուք հենց մեր ասացիք, որ նաև 300,000 աշխատատեղերի ստեղծումը պատրաստում է մոտավորապես 5 տարի իրագործել, իսկ ավելի վաղ ասացիք, որ աշխատատեղերի քանակի բարձրացում, մեծացումը 300,000-ով օգնի, որպեսզի կենսաթոշակավորների համար ապահովի ավելի նորմալ ծերություն, ավելի ապահովված։ Իսկ 5 տարի հետո եք, այսինքն պատրաստվում բարձրացնել կենսաթոշակները, ինչ այլ մեխանիզմներ եք կիրառելու, որպեսզի ավելի շուտ գա այդ հասնի եւ հաջորդից մեր աշխատատեղերի հետ կապված գիտենք, որ չնայած պետության ղեկավարները ասում են, որ բավարար աշխատատեղեր կան եւ ընդհանրապես չկան աշխատողներ, չգիտեք ինչու, բայց մեր մարզային հարցումները ցույց են տալիս, որ մեծ մասը տղամարդկանց նույնահատելի աշխատելու հետ օպտիմալ հարց է առաջանում, հետո ինչ է առաջարկում, բացի գործարաններ բացելու ծրագրերից, մասին բազից խոսվել։ Ինչ այլ ծրագրեր կլինեն մարզերով ինչ տղամարդկանց հետ վերենք Հայաստան, ակտիվի աշխատանքից եւ դուք գործընկերություն հասնում եք, թե ինչ կասկածներ ունի, որը այսօր կա նշված քայլի հետ կապված, այդքան կատեգորի չլինի, բայց իսկապես մենք քայլերի կապված առաջացավ եւ այդ հարցի հետո առաջացան այն բաները ժամանակ տեսողների կողմից, թե այն ամենը ինչպես է պատրաստվում այդ մուտքերը բյուջեի ապահովել, այսինքն ինչպես է օպտիմալացնելու, կոմպենսացնելու այն փաստը, որ կլինի ձեր փոքր հարկերը, փոքր բիզնեսը չհարկելու հետևանքով, եւ ինչպես է անելու, որ նաև այդ տողումը դեպի չունենա մեծ բիզնեսը, փոքր բիզնեսների տողումը, որը նույնպես նշեցիք որպես այդերները, եւ քանի հարցեր։ Հարգելի գործընկերներ, ճուշտան մյուս կոլեգաների նույնպես հարցնջեցնել, երեք սահմանապատում։ Մեկ-երկու հարց ասեմ։ Սկսենք վերջից, կհուշեք մի հատ էլ վերջից։ Այո, կենսաթոշակների այդպես 5 տարվա։ 5 տարվա, ամենակարևոր հարցը, 5 տարվա։ Ամեն տարի, ինչպես Վահեի ես նշեցի, միտքս էլ մի քիչ կտրվեց ընթացքում, ինչպես տեղեկացրեցիք, 60,000 մարդ ամեն տարի ունենալու է նոր գործի տեղ, այսինքն ստեղծվելու է նոր գործի տեղ։ Դա բերելու է 5 տարի հետո չի լինելու, 5 տարվա ընթացքում է լինելու, առաջի հարցի պատասխանը։ Երկրորդը Ինչ այլ առաջարկներ կլինեն կենսաթոշակավորների։ Տեղերի հետ կապված մենք տեսնում ենք, որ համարյա 1/4 թոշակների գնացել է դեղերի։ Մենք ողջունում ենք ապահովագրությունը, ողջունում ենք բժշկական ապահովագրությունը, ուղղակի տեսնում ենք, որ այն հապճեպարվեց ընտրություններից առաջ, որպեսզի ցույց տա հասարակությանը, բայց Աստված տա, թող այդպես էլ լինի։ Թող քայլերը անդիմության մեր ներկայությամբ, մեր լինելով, իրենք այդ լավ քայլը արեցին, որը չէին անում 8 տարի։ Արդեն իսկ դեռ հնարավորություն չստացած եւ հասարակության կողմից երկրի իշխանությունը փոխելու մանդատ չստանալով մենք արդեն իսկ մղել ենք իշխանությանը, այսօրվա դեռ իշխանությանը այդպիսի կարևոր քայլ անել։ Լավ քայլ է, բայց պետք է արդյունավետությունը տեսնենք, որտեղ ապճեպությունը շատ ենք նկատել։ Այսքան է, շնորհակալ։ Կա, այո, կա 5 քայլեր նաև ունի բացվածք։
5 քայլերով բացվածք, ամեն քայլի ուղղությամբ կա տնտեսագիտական հիմնավորում։ Ես խնդրում եմ ուղղակի, որպեսզի հստակեցնեմ մի քանի կետով, թե ինչպես է այդ փոքր բիզնեսի հարկերը վերացնելու դեպքում առաջացող ռիսկերը, ասեմ, երկու ուղղություն կա, դա առաջինը արդյունաբերականացման արդյունքով հարկային եկամուտները եւ եկամտահարկի շեշտակի աճ, երկրորդը աշխատատեղերի շինարարական բումի արդյունքում աշխատատեղերի շեշտակի աճ, երրորդը սպառումը, երբ որ աճում է, երբ որ մարդկանց մոտ ֆինանսական նորմիջոցներ են գերազանցում, սպառման մոտարապես 20%-ը գնում է հարկ։ Չորրորդը մեծ ներդրումներ, որը մենք պատրաստվում ենք մեր գործընկերներին առաջարկել Հայաստանը որպես ներդրումային ճիշտ ուղղություն, հեշտ, լավ շահութաբերություն մեր գործընկերներին որպեսզի բերեն։ Հինգերորդը առևտրային լավ ռեժիմներ, ազատ ռեժիմներ այն երկրների, այն գործարարների համար, ովքեր կուզենան աշխարհի հետ Հայաստանով առևտուր անեն, ովքեր տարածաշրջանում կուզենան առևտրային իրենց հիմնական բազան Հայաստան անեն, կունենան լավ հնարավորություն, դա այսօր պարոն Կարայանը նշեց, որ 10 տարի առաջ սրանից մոտապես 7 տարի առաջ իմ մասնակցությամբ եւ պարոն Կարայանի, երբ նա նախարար էր այն ժամանակ էկոնոմիկայի, մենք մի ծրագիր մշակեցինք, որով մի տարվա ընթացքում երկրից արտանումը աճեց, Հայաստանից արտանումը աճեց $100 միլիոն։ Այդպիսի ծրագրերով մենք տեսնում ենք, որ մեր երկրում բավականաչափ մեծ հարկային եկամուտներ են գալու։ Շնորհակալ եմ։